Նախ ինչքան կուզեի լինել զինվոր հասարակ, հայության բոլոր ոսողների դեմ կռվեի անդուլ, անի հզոր պարիսպների տակ, եւ հուր վրեժով զարկեի դարեր, եւ բյուր վերքերով ընկնեի վսեմ պարիսպների տակ, սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ անի անմահ պարիսպների տակ։ Գրում է Ավետիք Իսահակյանը 1955 թվականին, եւ մենք շարունակում ենք զրույցը Անի քաղաքի մեր գրական ընկալումների մասին, եւ հենց այստեղ կանգնեցինք նախորդ հաղորդման շրջանակում Ջիվանի ժողովրդական, այսպես աշուղական խոսքը ընթերցեցի, եւ նաեւ ես հիշեցի կրկին Իսահակյանի նախորդ հաղորդումների Իսահակյանի մեկ այլ բանաստեղծության մենք սկսել, բայց փաստորեն Անի կերպարը տարիներ, տասնամյակներ շարունակ ուղեկցել է վարպետին Ավետիք Իսահակյանի ստեղծագործության մեջ շատ անդրադարձներ կան եւ նույնիսկ կենսագրության մեջ, օրինակ կարող ենք հիշել, որ դարասկզբին Հովհաննես Թումանյանի եւ եթե չեմ սխալվում Կարապետ Կոստանյանի հետ միասին այցելում են Անի ավերակներ, որովհետեւ Թումանյանը երազում էր այնտեղ գտնվել եւ հայտնի լուսանկարը կա Գագիկ ողորմած Աշոտ ողորմած թագավորի գերեզմանի մոտ եւ նաեւ հետաքրքիր պատմություն կա, որովհետեւ այստեղ երկու բանաստեղծներ կարող են սպանվել, որովհետեւ երբ որ մոտենում են ավերակներին, այնտեղից պահակը դուրս է գալիս, կրակում է եւ նրանց փամփուշտը ինչ որ մի հրաշքով չի դիպչում, այսինքն նույնիսկ այստեղ կարող էր ավարտվել ամեն ինչ եւ չավարտում, բայց Իսահակյանի հետ կապված էլի մի դրվագ պատմեմ, քչերը գիտեն, որ 1910 թվականի հունիսի 27-ին Ավետիք Իսահակյանը իր կնոջ Սոֆիի հետ ամուսնացել է Անիի մայր տաճարում։ Ահա։ Այսինքն այնքան կարևոր խորհրդանշական վայր է եղել եւ պատահական չէ նաեւ որ անընդհատ Իսահակյանը անդրադառնում է Անիին եւ այստեղ էլ այ դու նախորդ հաղորդման շրջանակում ասացիր որ մոտեցումները անհատականում են, իսկապես այստեղ մենք տեսնում ենք, բայց նաեւ տեսնում ենք ոչ միայն ողբ, այլ նաեւ գործողության ինչ-որ մի բան, կուզեի, զոհվեի պարիսպների տակ եւ կռվեի։ Շատ լավ, բայց երկու վերապահում այնուամենայնիվ, տես Իսահակյանի պարագան շատ առանձնահատուկ է, որտեվ անցած անգամ մենք խոսում ենք նաեւ այն երևույթի մասին, որ այդ մոտությունը Անի անդադ տեսնելը եւ ինքը իհարկե Շիրակից է, գիտեն, Ազարապատյուղից, Ալեքսանդրապոլը։ Երևի մեր գրողներից ոչ մեկ այդքան մոտ չի ապրել Անիին, կամ գուցե իր մանկություն պատանեկությունը չի անցկացել Անին այդքան մոտ, ինչքան Ավետիք Իսահակյանը, բնականաբար դա մեծ դեր խաղում է եւ մյուս պարագան որ ահա այդ թանկությունը իր համար Անիի նաեւ կապված էր Իսահակյանի այսպես հասարակական քաղաքական այնպես մտածողության հետ, որովհետեւ հատկապես Իսահակյանի հասարակական քաղաքական գործունեությունը եթե հաշվի առնենք թեկուզ 1890-ական թվականներից, ապա այդ գաղափարական ձևավորման մեջ Անին որպես երևույթ, որպես պետականության մայրաքաղաք, դրա խորհրդանիշ պետք է որ շատ կարևոր դեր ունենար։ Ես ինչու եմ անդադ անգամ շեշտում, որ գնալով անհատականանում է, որտեվ մենք գնալով գործ ենք ունենում նաև փոփոխվող աշխարհի հետ եւ չմոռանանք, որ 20 թվականից Հայաստանը արդեն խորհրդայնացված էր եւ սա պետք է բերեր որոշակի զգուշավորումների, չգիտեմ, եթե առիթ ունեցել ես թերթելու Վերք Հայաստանի օրինակ հրատարակություններ կամ վատ հրատարակություններ, որտեղ նույնիսկ այդ Անիին վերաբերող որոշ հատվածներ նույնիսկ գրաքննված են, հանված են եւ Անի հիշատակումը մեր պոեզիայում արդեն պետք է համաբանդեր պետականության հիշատակության հետ եւ դրանից պետք է զգուշանային։ Այս առումով երկու ուշագրավ դեպք կա էլի Ավետիք Իսահակյանի հետ կապված նախորդ հաղորդումը դու բացեցիր Անիին նվիրված բանաստեղծությամբ, որ Իսահակյանը գրել է Վենետիկում 1926 թվականին, այստեղ մետաքրքիր բան կա։ Դա Իսահակյանը գրել է այն ժամանակ, երբ որ պետք է գար խորհրդային Հայաստան, ամբողջ թղթերը պատրաստ էր, իրեն ասել էին արի, չգիտեմ եւ այլն։ Եվ Իսահակյանը հստակ գիտեր, եթե գնա խորհրդային Հայաստան եւ Անի բանաստեղծությամբ, գուցե ինչ որ հարցեր ծագեն կամ չգիտեմ, այդ նախատեսված կան չհետաձգեն։ Ուստի այդ բանաստեղծությունը 26 թվականին Բոստոնի հայրենիք ամսագրում տպագրվեց այլ ստորագրությամբ, կարծեմ Երվանդ Մովսիսյան, ոչ Ավետիք Իսահակյանով։ Այս մի բան։ Իսկ երկրորդը այդ հրաշալի բանաստեղծությունը, որքան կուզեի լինել, սա ըստ ամենայնի Նաև ինչքան գիտեմ ձեռագրային իմաստով Իսահակյանի վերջին գործերից է, եթե ոչ ամենավերջինը, հա։ Ամենավերջինը չէ, բայց վերջիններից է կարծեմ 55 թվականն է։ Այո, 55 թվականն է գրել եւ սա 57 թվականն է Ավետիք Իսահակյանը։ Սա այն գործերից է, որ Իսահակյան, այն որ գիտես, ստեղծման պահին էլ գիտես, որ մնալու են գուցե անտիպ, մնալու են արխիվներում եւ այլն, եւ սա
գալիս է մի կողմից ցույց տալու իհարկե Իսահակյանի հավատարմությունը թեմային եւ գալիս է նաեւ մյուս կողմից ցույց տալու, որ արդեն դժվար էր անին մեր գրականության մեջ կիրառել որպես խորհրդանիշ։ Եվ այդ առումով մենք հետագայում ոչ միայն անմիաբանության, ոչ միայն մեղքերի, ոչ միայն կործանման, այլ նաև այդուհանդերձ անին առաջին հերթին ըստ պետականության խորհրդանիշն է եւ շարունակում էր նաև այս 20-րդ դարասկզբին հետագա տասնամյակներում այդպես ընկալվել։ Ընկալվել եւ դա մենք վերջին պետականության, իսկապես վերջին մայրաքաղաքը, Աբովյանով դա մեկնարկեց ըստ ամենայն այդ ընկալումը, բայց որը հետագայում գնալով խորացավ եւ դժվար է ասել ինչպիսի զարգացում կունենար, ասենք այդ թեման մեր գրականության մեջ, եթե օրինակ չլիներ առաջին հանրապետության անկումը եւ Հայաստանի խորհրդայնացումը, բայց Հայաստանի խորհրդայնացումը բնականաբար բերեց ոչ միայն այլ ընկալումներ, այլ նաեւ արտարծումների ձևեր, օրինակ մենք ինչ անիներ ենք հանդիպում խորհրդահայ գրականության մեջ, եթե հիմա փորձենք մտտովի վերհիշենք, բացի քո նշած օրինակներից, Իսահակյանի, որոնցից մեկը շեշտ են գրվել էր Վենետիկում խորհրդային Հայաստան գալուց առաջ, մյուսը ես ինչքան գիտեմ, կենթանության օրոք չի տպագրվել, ինչքան ես գիտեմ։ Մենք ամենաակնառու անի երգակը, եթե կարելի է այդ տերմինը օգտագործել, բնականաբար դառնում է Հովհաննես Շիրազը, հա, որը նախ ըստ էլի Սամվել Մուրադյանի, որը շատ լավ ուսումնասիրել է Շիրազի ստեղծագործությունը, այդ պոեմը արդեն 1954-55 թվականներից պատրաստ էր տպագրության եւ այդ պոեմի չտպագրվելու հանգամանքները մղել են, որ Շիրազը առանձնացնի թոնրակեցիներ հատված Էլիանին զոնված դա տպագրի եւ այլն։ Մենք բայց սրանք էլ գործեր են, որոնք գրաքննչական պատճառներով այդպես էլ մնացին արխիվներում եւ փաստ է, որ Շիրազը չտեսավ ամբողջությամբ եւ Իրանի պոեմը եւ թոնրակեցիները ամբողջությամբ տպագրված եւ դրանք իր մայից հետո շատ տարիներ անց են տպագրվել։ Այսինքն թեմայի իրականացման տեսանկյունից, անի թեմայի, մենք այս դեպքում էլ ունենք խնդիրներ։ Որոշակի փոփոխություններ մենք տեսնում ենք արդեն պատմական արձակի եւ ինչ որ առումով պատմավիպասանության շրջանակում, ընդ որում կրկին լոկալ տարածքում։ Տես կա Վիգեն Խեչումյանի պատմական նորավեպերը, երեք հասակ, ցայգածաղիկ եւ այլն, որտեղ ոչ թե ուղղակիորեն խոսք գնաց անի ինչ որ խորհրդանշացումների մասին, ինչ որ բաների մասին, այլ փորձ արվեց մեր գրականության մեջ անին, ահա, ձևակերպումներից, սիմվոլացումներից բերել նաեւ բարձ նկարագրական վիճակի մեջ։ Իհարկե սա սնվում է շատ բաներով, հենց նույն մանրանկարչությունից, շատ ուղղակի կոնկրետ Խեչումյանի, հաղպատի ավետարանը հայտնի, որտեղ անին նույնիսկ մուտք Երուսաղեմ տեսարանում կարող եք տեսնել իր ճարտարապետական ուրեմն բաներով եւ նաեւ այնտեղ առանձին կերպարներ կան անեցի։ Այո, չէ, Շերանիկը այնտեղ այո, Շերանիկ Քանիգա Զուկենբերգ եւ այդ բոլորը այդ եմ նշում, որ Վիգեն Խեչումյանի մոտ դարձան պատմվածքներ, հետո նաեւ հետագայում գրվեց 1966 թվականին լույսեսավ գիրքնելության պատմավեպը, որտեղ նույնպես մենք անին արդեն տեսնում ենք շարժման մեջ, այսինքն ոչ միայն նկարագրություններ այսքան եկեղեցի, այնքան եկեղեցի, վաճառաշահ, չգիտեմ, մեղավոր, անմեղ եւ այլն, այլ ինչպես էին ապրում անեցիները, ինչ փողոցներ կային, ինչ նրբանցներ կային, ինչպես էին ապրում, ինչպես էին սիրում եւ այլն, եւ անին ահա մեր այդ շրջանի գրականության մեջ իմ ընկալմամբ մնաց միայն որպես թողներիվին ձեզ բառը կոլորիտի արտահայտություն։ Ոճավորում։ Այո, ոճավորում, որոշակի ոճավորման արժեք ձեռք բերեց եւ նույնիսկ այնպիսի մոնումենտալ երկերում այդուհանդերձ շատ օգտագործվեց ամենատարբեր գործողություններ ծավալելու առումով։ Այո, որ օգտագործվեց, որ այդ փաստերը եւ այլն այդ վկայությունները նույն մանրանկարչությունը օգտագործեն, որպեսզի մենք այդ կոլորիտը միջնադարան ստանանք եւ մեր պատմական այսպես կոչված արձակը կարողանա դա հարազատորեն մեջ բերել, ընդ որում այդ միտումը շարունակվում է մինչեւ 80-ականների կեսեր, նույնիսկ մի ամբողջ վեբ կա, օրինակ Տրթած ճարտարապետի մասին, որը հայտնի գիտեն բոլորը ճարտարապետ էր, անի բազմաթիվ կառույցների ճարտարապետը եւ այլն եւ Տրթած ճարտարապետի գործունեությունը ահա ներկայացում էր նաև անիում Գևորգ Դևրիկյանի պատմավեպն, չգիտեմ ովքեր են կարդացել թե չէ, այնուամենայնիվ մենք այստեղ էլ գրողի նպատակադրումն է դա թե ժամանակի թելադրանքն է, մենք գործ չունենք անի սիմվոլացումների կամ ինչ-որ խորհրդանշային ենթատեքստերի արտարտման հետ, մենք գործ ունենք մի միջավայրի հետ, որը անիինն է։
այլ մի փոքր մոտեցում կա արդեն մեկ այլ պատմավեպում, որը 85 թվականին լույս տեսավ, արդեն Վարդան Գրիգորյանի Դարկ Օրեստյան պատմավեպն է։ Սա արդեն բերում է այո, բայց միջ այդ մենք ուրիշ հեղինակներ ունենք, իհարկե ունենք Հրանտ Մաթևոսյանի Անդրադարձները կամ Անդրադարձ առաջին, չէ, բայց միջ այդ մենք ունենք նաև Թափանցիկ օրը, որի մասին մենք այստեղ մանրամասն զրուցել ենք, այս Թափանցիկ օրը բերում է որ գաղափարներ, այդուհանդերձ պետականության գաղափարն է բերում, թե պատմության հետ առերեսվելու եւ այդ հարցերը լուծելու գաղափար, օրինակ Անին այստեղ պետականության խորհուրդն ունի եւ ունի թե չունի եւ երկրորդ հիշում ենք նաեւ կարդացինք էլի Երևանի եւ Անիի մրցակցությունը, որովհետեւ Մաթևոսյանը զրուցել է Երևանը 7 անի արժի, չէ։ Երևանը 7 անի արժի, ես էլի որպեսի շատ մանրամասների մեջ չմտնենք, մի քիչ վտանգավոր, որտեվ Մաթևոսյանի տեքստերը շատ գաղափարական են եւ որոշ խոսույթներ այսօր արտարծում են ոչ ճիշտ դիրքավորումներից։ Գլխավոր ասելիքը Մաթևոսյանի հետևյալն է, որ ապագան կառուցում է ներկայի հենքով, ոչ անցյալ փառքերի։ Սա որպես ձևակերպում ընդունենք եւ շարժենք առաջ եւ այս նպատակադրումով է, որ Անին Մաթևոսյանի գրականության մեջ խորհրդանիշի արժեք ունի, հա, անցյալ փառքերի շատ կարեւոր, շատ բարձրագնա, չգիտեմ, շատ եւ այլն։ Բոլոր ինչքան դրական մագդիրներ կան, կարող են այստեղ օգտագործել, բայց հա, որոշակի զգուշավորություն կա։ Չեզոք գոտիում կան մի փոքր այլ երանգներ, եւ որոնք եթե մի փոքր ուշադիր նկատես, այդ հենց քո նշած կայսրության խնդիրը, որ արդեն համաբանվում է ժամանակակից արդեն process-ների հետ, ըստ ամենայնի չեզոք գոտում Հրանտ Մաթևոսյանը փորձում է վերլուծել Անիում թույլ տրված սխալները, հա, փորձում է վերլուծել Անիի կործանման պատճառները այնուամենայնիվ, որոնք կարող են դառնալ նաև մեր արդի ունեցածի կործանման պատճառ։ Եվ մենք չեզոք գոտում տեսնում ենք այդ չարագուշակ նշանները, հա, տարբեր ձևակերպումների մեջ, տարբեր ենթատեքստային, հատկապես դիալոգների մեջ, հա, որոնք շատ կարևոր խնդիրներ են դնում եւ որոնք այս առումով կրկին ապացուցում որ հրատը հույսերը կապված կայսրության հետ, բայց ասում են կայսրը որ հավատում են, ասում են ձեր Թումանյանն էլ նույնիսկ հավատում է որ ցարը գալու է եւ այստեղ պետություն ստեղծի եւ Հայաստանի մայրաքաղաք լինի եւ այն ասում են մենք բանակ չենք ուզում, մենք դիվանագիտություն չենք ուզում, մենք բանաստեղծներ ենք ուզում, ասում են հետո այդ բանաստեղծները կստեղծեն բանակը, չէ՞ մոտավոր բանաստեղծներն էլ կստեղծեն բանակը։ Դրանք շատ իսկապես գաղափարական լուրջ խորքեր պարունակող են եւ այս դեպքում Անին դրթարիթ է Հրանտ Մաթևոսյանի համար այս դեպքում կրկին արտահայտելու են գաղափարները, որոնց մեջ ինքը կայուն է, հա, հիմա դականի ինքը Անի թեման շեշտելով կամ Անի թեման չշեշտելով ինքը այդ գաղափարների մեջ կայուն է, բայց որ կա շեշտում է եւ որոշակի խորհրդանշային արժեք ունի, դա էլ փաստ է։ Դեպ վերադառնալով եթե հիմա վերադառնամ Վարդան Գրիգորյանին, արդեն 85 թվականին, եւ էլի այդ թվականներին մեկ այլ վեպ էլ առաջին հատորը հրատարակում է առնվազն Արմեն Մարտիրոսյանի Մազե կամուրջը մի տարի ուշ էր 1986-ին, բայց այնուամենայնիվ սա էլ է շատ ես քեզ ավելին ասեմ, ընդհանրապես կարծեմ 2 տարի հետո էլ հուսա Մկրտիչ Սարգսյանի Գրիգոր Նարեկացի վեպը, որտեղ էլի Անին կա, բայց քանի որ գաղափարական տեսանկյունից Վարդանի եւ Արմեն Մարտիրոսյանի վեպերը շատ ավելի ուժեղ են, ես դրանց կանադառնամ, հատկապես Վարդան Գրիգորյանի վեպին Սա այստեղ առաջին անգամ է, որ ամբողջ խնդիրը դիտվում է գաղափարական հատույթի վրա եւ ես կարծում եմ ոչ առանց Հրանտ Մաթևոսյանի ազդեցության այնուամենայնիվ ոչ առանց դրա որտեղ Անի խորհրդանիշը վերանայվում է այո որոշակիորեն վերանայվում է եւ այնտեղ գայլ արշավիրի կերպարը ըստ ամենայնի Անիի խորհրդանիշն է Վարդան Գրիգորյանը հետաքրքիր քայլի գնաց մարդուն կերպավորեց որպես քաղաքի խորհրդանիշ, հա, այն տվայտանքները, մենությունը, որ ունի Գայլ Արշավիրը այդ վեպում, դա ըստ ամենայնի Անիի տվայտանքներն են, Անիի ցոփություններն են, որտեղ Գայլ Արշավիրն էլ ունի նման բաներ, Անիի մենությունն է եւ այլն, եւ նրա կտրած թևը, օրինակ Գայլ Արշավիրի, այս ամեն ինչը նաեւ այդ պատճառների փնտրտուքն են, որտեղ մենք ի վերջո Անին ի ժխտումը մեր միջնադարյան մատենագրության ոչ թե կործանվեց մեղքերի պատճառով, այլ հենց անմիաբանության պատճառով, որովհետև
անին հեռացավ իր տարից, հա, իր տարից ըստ ամենայն, այն տարից, որը ստեղծել էր իրեն, հա, որտեվ անին ինչքան էլ մենք հիմա պարտենանք ասենք դասել էր եվրոպական քաղաք այն ժամանակ, բայց այդ եւ եվրոպականացումը անին նաեւ հեռացնում էր իր ակունքներից ազգային, հա, որոշ այդտեղ նաեւ կրոնական, դավանաբանական այլ հարցեր կան, որոնք չեմ ուզում։ Այ օրինակ ես հիշում եմ հենց նույն Արմեն Մարտիրոսյանի վեպը, եթե չեմ սխալվում, եւ այնտեղ է որ պարիսպների վրա մեկ է սկսում են Սարդոստան եւ այլն կապեն, այսինքն այստեղ ոչ այնքան այդ արտաքին թշնամու հանգամանքն է, որքան ներքին ճահճացումից ծնված ուրեմն կործանումը եւ լճացումի արկեստը տեսնում են կատրամի դե թագուհուն, որը նորից արթնանում է եւ պետակը սկսում է ուրեմն քաղաքում շրջել, բայց հետո իհարկե շարունակվող հատորներով, որոնք իհարկե 90-ականներին արդեն լույս տեսան, մենք տեսնում ենք անից անցում Սյունիք, այսինքն այստեղ որոշակի աշխարհագրություն ընդլայնվում է, բայց ելի գլխավոր նպատակը այդուհանդերձ այս նոր պետականությունն է թերևս։ Պետականության հարցեր մի փոքր զգուշորեն էին իհարկե շոշափվում, թե Վարդան Գրիգորյանի, թե Արմեն Մարտիրոսյանի վեպում, հատկապես այն առաջ տարբերակում բնական է, երկրորդ, երրորդ հատորներում, որոնք անկախության շրջանում լույս տեսան, այդ խնդիրը ավելի սուր դրվեց, մանավանդ որ Սասնածառայ էպոսը շատ առատորեն այնտեղ սկսեց կիրառվել տարբեր ատրիբուտներով, սա նաև փորձեր անին վերադարձնել իր այդ ամենակարևոր խորհրդանիշը պետականության խորհրդանիշը, որտեղ տես մենք այդքան խոսում ենք եւ խոսեցինք եւ ասացինք, որ Շիրազի անի երկությունը ըստ ամենայնի ամենադոմինանտն է, բայց Հովհաննես Շիրազի անին արի խոստովանեք, դա ընդհանրապես անցյալ փառքի ոգեկոչման եւ կարոտի անի է։ Լուրջ թողիզներ են, իհարկե, թողիզներ են երկրպագուները Հովհաննես Շիրազի եւ այդ պոեմների, բայց այնտեղ լուրջ գաղափարական խնդիրներ ըստ իս չկան դրված, հա։ Իհարկե կա հետ բերելու եւ այլն այդ տեսակ հարցադրումներ, բայց օրինակ թեկուզ Հրանտ Մաթեոսյանի մակարդակի կամ այդ հատույթի ինչ որ հարցադրումներ այնտեղ չեն հանդիպում եւ ի վերջո եթե Հովհաննես Շիրազի անի երկությունը մի բառով ձևակերպենք, հա, տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Այդպես է ստացվում։ Այո։ Իսկ ժամանակակից գրականության մեջ օրինակ անկախության շրջանի այլ անդրադարձներ քեզ հանդիպել են։ Տես շատ կան իրականում, բայց էլի թերևս որոնք ուղեգրության այսպես տպավորության են եւ հատկապես գիտես մի պահ երբ որ գնում էին Արևմտյան Հայաստան այցելությաններ, բանաստեղծները, գրողները, իրենք ունեն տարբեր ուղեգրություններ եւ ունեն այդ ուղեգրությունները բանաստեղծությունների վերածումներ։ Ես գաղափարական այդպես կարևոր շեշտադրումներ չեմ հանդիպել այդ գործերում, իհարկե այդ տպավորությունն է, սքանչացումն է, ցավն է, հիացումն է, որ կա անի հանդեպ, բայց սա էլ գուցե լավ դիրքավորում է այն առումով, որ ահա ժամանակակից գրողներ ունեն ամենամեծ առավելությունը, իրենք ապրում են Հայաստանի անկախ հանրապետությունում։